Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են մեր կողքին։ Ես պիտի ասեմ, որ մեր նկարանող խումբը Մոսկվայում է եւ այսօրվա իմ զրուցակիցը ձեզ բոլորիդ քաջածանոթ միանձնավորություն է, ում հետ մենք բարբերաբար հանդիպում ենք Փակ TV-ի եթերում։ Այսօր իմ եւ կարծում եմ ձեզանից շատերից ցանկալի զրուցակիցը Համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, Պարոն գեներալ, ես պիտի ասեմ, որ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է եկեղեցի վարչապետ հակամարտությունը, որքան այն կարող է դեռ շարունակել եւ ինչ ավարտ կունենա։ Ես նախկին իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ երկրի ղեկավարը ինչ որ օրակարգ է մտցնում եւ որպես երևույթ այդ օրակարգը այսպես ասեմ, շատ հնչող է լինում, բայց իրականում դա շոու է։ Եվ ժողովրդի ուշադրությունը շեղում է ասենք շատ ավելի լուրջ խնդիրներից։ Օրինակ, որ մեր էկոնոմիկան փաստացի կոլապսի մեջ է։ Շեղում է, որ մեր սահմաններին հակառակորդը ամեն օր կրակում է, որը իրենք թաքցնում են։ Շեղում է տարածաշրջանային խնդիրներից, օրինակ Իրանի հետ կապված հարցերից։ Շեղում է այն հանգամանքներից, որ ինքը հանձնել է Արցախը, հանձնել է մեր հողերը, ինքը չի կարող բանակցի ոչ մեկի հետ, վատացրել է մեր հարաբերությունները մեր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի հետ, չի ձեռք բերել ոչ մի ուրիշ ստրատեգիական գործընկերներ։ Եվ այդ ամենը շեղելու համար ինքը սկսել է թիրախավորել մարդկանց, իդեմս ասենք եկեղեցու ղեկավարին, մեր կաթոլիկոսին, մեր բիզնեսմեններին է թիրախավորում, փորձելով ժողովրդի մեջ ներշնչի, որ ինքը պայքարում է, ասենք անազնվության դեմ, ինքը պայքարում է գումարներ հետ բերի մեր բյուջե, եւ իրականում դա փուչիկ է։ Իրականում փուչիկ է։ Գիտեք, այսքան վատ վիճակում Հայաստանը չի եղել երբեք, որպես անկախ պետություն։ Չի եղել։ Մեր ղեկավարները, մեր հայրենիքի նախկին ղեկավարները միշտ եղել են ժողովրդի գլխին, եւ եթե ժողովրդին վատ է եղել, իրենց էլ է վատ եղել։ Եվ իրենք կռվել են մարտի դաշտում, թուրները ձեռներին առաջինն են նետվել մարտի։ Մեր թագավորները չեն հանձնվել, սա կզած ման է գալի։ Կարող են միայն պայքարել սեփական ժողովրդի հետ։ Վիրավորում է, երկրի ղեկավարը վիրավորում է իր քաղաքացիներին։ Դա ինչ է նշանակում։ Դա վախկոտի եւ թույլիկի պահվածք է։ Երբ որ մարդուն վիրավորում են, վիրավորողը որպես օրենք թույլ մարդ է։ Եվ ինչ է անում, ոստիկաններով փակում է եւ վիրավորում է։ Դե նույն Սամվել Կարապետյանին վիրավորելուց, թողար կանգներ Սամվել Կարապետյանի դեմը եւ անձնական վիրավորեր առանց ոստիկանների։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը կսատկացներ դրան։ Գալու են պա այդ վիրավորանքների համար մարդիկ իրենից հարցնելու են։ Այդ դավաճանության համար հարցնելու են։ Այդ որ չի զբաղվում մեր գերիներով հարցնելու են։ Հետո Ռուբեն Վարդանյանին դատում են, իրեն հարցնելու են։ Ու ասում եմ, ինքը շատ վատ է վերջանալու, ու ինքը դրդում է քաղաքացիական պատերազմի ամբողջ պատասխանատվությունը իր վրա։
որտեղ օրինական ձևով իր դեմ պայքարելը բացարձակ անհնար է, որտեղ ինքը օրենք է խախտում։ Ինչ է նշանակում, ես հրաման եմ տվել Սամվել Կարապետյանին կալանավորել։ Դու ով ես, որ նման հրաման տաս։ Դու չունես այդ իրավասությունը։ Չունես։ Եվ դա բոլորին է վերաբերում։ Հրաման եմ տալի գնացեք գործ կարեք։ Վայ են քննիչներին, որ սա չի լինի։ Սարքել է մի մաս շեստյորկեքի խումբ, որոնք կատարում են իրենց ցուցումները։ Իսկ ով որ փորձում է օրենքի դաշտում աշխատի, հրաժարվում է կատարել իրեն կողմից տված հրամանները, ինքը հաշվեհարդար է լինում իրենց հետ։ Ինչ դեմոկրատիա, կամ ինչի մասին է խոսում։ Եթե հեղափոխությունը անօրինական է, ապա այդ հեղափոխություն բառը ինքն է մտցրել մեր ժողովրդի մեջ։ Ուրեմն ինքը պետք է գնա դատվի հեղափոխություն անելու համար։ Ինքն է հայտարարում, որ մենք հեղափոխություն ենք արել։ Ինչի ուրիշը չի կարա հայտարարի, որ ես ուզում եմ հեղափոխություն անեմ։ Ապա հարց եմ տալի։ Եթե երկրի ղեկավարը դա ամեն օր օգտագործում է այդ բառը, հարց եմ տալի, ինչի չի կարա ուրիշ քաղաքացի ասի, որ ես հեղափոխություն եմ անել։ Ինչի այդ սահմանադրական այդ օրենքների խախտման համար իր վրա քրեական գործեր չեն հարուցում։ Էլ ինչ պետք է անի ինքը, որ մեր դատախազները ուղղակի նայեն։ Պարոն Կարապետյան, տեսեք, Իսրայել-Իրան պատերազմը որքանով է վտանգավոր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի Հանրապետության համար։ Ես ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ է սպասվում։ Ես ասել եմ, որ տարածության երրորդ ուժերը, որ փորձում են մտնել, միայն կարող են մտնել պատերազմի միջոցով։ Ինչ որ հիմա տեղի է ունենում։ Ու սա Հայաստանի համար բավականին վտանգավոր երևույթ է, որտեղ մենք գիտենք, որ Իրանը այն պետություններից էր, որ զսպում էր Ադրբեջանին Սյունիքի պահով։ Զսպիչ դեր էր խաղում։ Ես վստահ եմ, որ այս իրավիճակից Իրանը շատ ավելի ուժեղ է դուրս գալու։ Վստահ եմ, որտեղ Իրանի ժողովուրդը միակ ժողովուրդներից է, որ հազարամյակ շարունակ չի կորցրել իր պետականությունը։ Ճիշտ է, տարբեր ձև է կոչվել իրանց երկիրը, բայց իրենք պետականություն համարը չեն կորցրել վերջի 1000 տարիների ժամանակ։ Եվ կարծում եմ, որ իրենք գտնեն ներուժ եւ կհաղթարեն այդ ամենը։ Բայց ամենամեծ վտանգը մեր համար իհարկե դա նա է, որ այդ ֆոնի վրա կարող է օգտագործի Ադրբեջանի կողմը եւ ներխուժի Սյունիք, եւ երկրորդ վտանգը, որ Իրանից սպասում է մեծաքանակ փախստականներ, եթե սա լինի շարունակական եւ ավելի զարգանա պատերազմ։ Սիրիայի պատերազմի ժամանակ Սիրիայում մենք ականատես եղանք, թե ինչքան փախստականներ հայտնվեցին նույն Թուրքիայի տարածքում։ Եվ Թուրքիայի նման պետությունը չէր կարող ապահովել այդ փախստականներին։ Դուք պատկերացրեք, որ ասենք Իրանում ապրում են մոտ 250,000 հայ։ Բերում են տարբեր թվեր, բայց 250-ից 300,000։ Պատկերացրեք, որ դրանցից 150,000-ը գան Հայաստան։ Արցախի փախստականները Հայաստանում են, կան գումարվեն Իրանի փախստականները, ըստ իմ տեղեկությունների արդեն Մեղրի ուղղությամբ Կարմիր խաչը գնացել է եւ այնտեղ ուսումնասիրում է, որ վրանային քաղաքներ սարքի փախստականների, բայց վրանային տարածքներ սարքի փախստականներին ընդունելու համար։ Ինք այդ ամենով չզբաղվելով արդեն այսօր պետք է խոսվի միջազգային դաշտում այդ փախստականների հարցում։ Հետո ուշ է լինելու։ Ու չեն կարող չընդունենք կին երեխա, որոնք ձեռները կգան, ոչ հիմա չես կարող անես։ Անցնելու են սահմանը եւ գալու են տեղավորվեն մեր տարածքում այդ թվում։
Մենք չենք զբաղվում, հասկանում եք, ընկել ենք բամբասանքներով։ Ինքը ոնց ասեմ, անմակարդակ վախկոտ մարդիկ, որոնք սաղ կյանքը զբաղվել են բամբասանքով, ինչ կարա, ինչով պետք է զբաղվի մի մարդ, որը ասենք են դեղին մամուլի աշխատող է եղել, որը միշտ գրել է բամբասանքների մասին, ինքը հիմա դարել է երկրի ղեկավար, բայց շարունակում է մնալ այն բամբասկոտ մարդը։ Ինքը չի փոխվել, ինքը չի աճել։ Պարոն Կարապետյան, ես պիտի ասեմ, որ վերլուծաբանների չաթերը այն կարծիքին են, որ եթե Իրանը պարզի, որ իրեն հասցված հարվածները Իսրայելը հասցրել է Ադրբեջանի տարածքներից, ապա այս դեպքում նա իհարկե կարող է շատ խիստ կոպտորեն պատժել Ադրբեջանին։ Ձեր կարծիքով որքանով է հնարավոր բախումը Իրանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես կարծում եմ վաղ թե ուշ Ադրբեջանը ընկնելու է նույն վիճակի մեջ, շատ ավելի ծանր։ Պարզ է, որ Իրանը չի ներելու Ադրբեջանին Իսրայելի հետ ցանկացած համագործակցություն կապված այսօրվա Իրանին հասցվող հարվածների հետ։ Նրանք օֆիցիալ հայտարարել են դա, որ ցանկացած հարևան երկիր, որը կաջակցի այս հարվածներին, պատասխան է տալու։ Ու կարծում եմ, որ ես առիթ չեմ տեսել, որ Իրանի ղեկավարությունը իր խոսքի տերը չլինի։ Չկա այդպիսի առիթ։ Այսօր Ադրբեջանը ակնհայտ օգնում է եւ ինձ թվում է դա տեսնում են։ Այդքան գործականներ որտից են հայտնվել Իրանում, որ տարածքով, տեղեկությունները ով է հասցնում Իրանի հակառակորդներին։ Ճիշտ է, նրանք ունեն մեծ հնարավորություններ, բայց այդ թվում օգտագործում են Ադրբեջանի տարածքը տեղեկություններ հայթայթելու համար։ Հանկարծակի չի, որ հենց Ղարաբաղի Արցախի գրավումից հետո սկսվեց Իրանի դեմ այս լայնածավալ պատերազմ։ Եվ մենք այսօր տարածաշրջանում կանգնած ենք շատ ծանր վիճակի մեջ։ Ու միայն ասեմ, դες ռուսական զորքն է, որ կանգնած է Հայաստանում եւ զսպում է, որ մեր վրա չլինի ուղակի հարձակում։ Միայն ու միայն։ Ուրիշ մենք երաշխիքներ ոչ մի տեղից չունենք։ Պարոն գեներալ, ինչպես կարող է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ազդել Հայաստանի եւ Արևմուտքի վրա։ Դե գիտեք, արդեն ազդել է։ Մենք դա ակնհայտ տեսնում ենք, որտեվ տեսեք, իհարկե հիմնական ռեսուրսները ռուսական կողմը ուղղելով դեպի Ուկրաինա, քանի որ այնտեղ ընթանում է բավականին լուրջ պատերազմ, բոլորին մոտ տպավորություն էր, որ Ռուսաստանը թուլանում է հեսա, հիշում եք Հայաստանում էլ էին գրում, հեսա պարտվելու է, Ուկրաինան հաղթելու է, ժողովրդի գլուխը մտցրել էին, որ ուկրաինացիները այնտեղ լավ կռվում են եւ հաղթելու են եւ այլ, բայց այսօր Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարողանում է այդպես դիմադրել փաստացի ամբողջ արևմուտքին։ Եվ պատերազմը Ռուսաստանի հետ այսօր միայն Ուկրաինան չի, թե մենակ Ուկրաինան լիներ, միայն ու միայն այդ հարցը երևի թե 1-2 շաբաթում կլուծվեր, կբրծներ կետեր։ Բայց միակ երկիրն է, ոնց կարելի է հրաժարվել նման երկրի աջակցությունից։ Ռուսաստանը միակն երկիրն է, որ այսօր հոպի համակարգը Ռուսաստանի ամենազարգացածն է աշխարհում։ Մենք դա համոզվեցինք։ Տեսեք, Իսրայելի հոպը փաստացի ոչնչություն է։ Ոչ մի, այսպես ասեմ, սկզբնական պահին մի քիչ խանգարեց ու վերջացավ։ Այսօր Իրանը խնդիր չունի ինչ որ կետի հասցնի հարված։ Եթե Իսրայելի վրա աշխատում են մեծ ռեսուրսներ Իսրայելից դուրս, Իրանը ինքը իր ռեսուրսներով է պայքարում եւ հարգանք է առաջացնում։
Մենք այսօր պետք է լուրջ վերաբերվենք մեր ապագային եւ դրա համար անհրաժեշտ է շուտապույտ կերպով սրանց ճամփել գնալս մեր այսօրվա ղեկավարներին։ Այնուամենայնիվ երկեր կան, չէ՞, սրանցից ազատվել։ Իհարկե կան։ Ուղղակի Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ գուցե կրկնում եմ, բայց ասեմ, որ հիները, հին ղեկավարները, իրենց հետ կապված մարդիկ, փորձում են վերարտադրվեն։ Եվ դա ձեռք է տալի այսօր գործող իշխանությանը։ Դրա համար իրանք հենց թիրախավորում են հենց իրենց են կանչում, ասում են եկեք բանավճենք, էս կանենք, այն կանենք եւ այլ եւ այլ։ Իրենք նպաստում են այսօրվա իշխանությունը, որ մնա ղեկավարություն, որպես ղեկավարություն Հայաստանում։ Պետք է մեր հին քաղաքական գործիչները, այն մարդիկ, որ այսօր փորձում են մտնեն իրենց մասով քաղաքականության մեջ, բայց կապված են հին մեր ղեկավարների հետ, դա բոլորին է վերաբերում։ Իրենք պետք է կողմ գնան։ Նոր ուժի դեմ Նիկոլ Փաշինյանը իր թիմով պատրաստ չի ոչ մի ձև պայքարել, որտեղ նոր ուժերը ունեն գաղափարներ եւ ունեն իրենց տեսականը կապված երկրի կառուցվածքի հետ։ Օրինակ մենք ասում ենք, որ մեր երկիրը պետք է լինի նախագահական երկիր։ Երկրի ղեկավարը չպետք է զբաղվի ամեն ինչով։ Պետք է լինի վարչապետ, որը պետք է զբաղվի էկոնոմիկայով, տնտեսության զարգացումով եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Պետք է լինի երկրի ղեկավար, նախագահ, որը պետք է զբաղվի իր գործառույթներով, որի հիմնական գործառույթների հիմնական մասը դա երկրի անվտանգությունն է, արտաքին եւ ներքին, եւ մյուս հիմնականը ես կընդգծեի արդարության ապահովումը։ Եվ ուրիշ տարբերակ մենք չունենք։ Տեսեք, մի հոգու տակ է ամեն ինչ։ Ինչի պետք է ԱԱԾ-ի տնօրենը իր որոշումով նշանակի։ Պարզ չի, որ ում էլ նշանակի ինքն է հանող տնողը, ոչ մեկի հետ չել խորհրդակցում։ Իմիջիալոց ասեմ, այն սրանից երկու օր հանած է, որ ԱԱԾ-ի տնօրենին ազատում էր աշխատանքից, ինքը արտահերթ, եթե գիտեք, խորհրդակցություն էր հրավիրել իր այդ թիմի այսպես ղեկավարների հետ, ու իր շրջապատի փոքրիկ բանով։ Եվ ինքը այնտեղ ասում է, ով որ իմ դեմ խոսա, ես կալանավորելու եմ։ Ինքը այնտեղ ասում է, հաջորդը, ասենք, լինելու է օրինակ Կարապետյան արշակը, ես հստակ տեղեկություններ եմ ասում, հաջորդը լինելու է սա, նա, ու վախեցնում այդվում իր թիմակիցներին, ոչ մի սրբություն չունի, ինքը չի հասկանում ոչ պատիվ, ոչ թասիբ, եւ կարծում եմ, որ վաղն էլ կհայտարարի, որ Սյունիքը մենք հանձնեցինք եւ դրանք ավելի անկախ։ Դրան ենք այդ։ Ոնց որ ասեց Արցախը հանձնել ենք եւ դարել ենք ավելի անկախ։ Հիմա էլ երեք էլ ասում է, որ մենք ես միակն եմ, որ ճանաչել եմ Հայաստանի ամբողջականությունը։ Ծիծաղելի, ոնց ասեմ, անգրագետ եւ այդ կռուտի տիրը անելը, այդ որ ամեն ինչը ներկայացնել իր պարտությունը որպես հաղթանակ, հա։ Ես հիշում եմ, երբ որ բերեցին Գորիսում դրեցին այդ առաջի անգամ ադրբեջանցիները իրենց բանը, այդ հսկիչ այսպես կոչված հանցագրային կետը,
Այն ժամանակ ես իրեն առաջարկեցի, ասեցի առաջարկում եմ մեր սպեսնազի տղաներին եւ աղջիկներին հագցնեն քաղաքացիական համազգեստով, մի 6 հոգին այնտեղ ոստիկան էր կանգնած ադրբեջանցի սկզբում։ Թող ավտոբուսով գնան, երբ որ կանգնեցնեն, հանենք դրանց գցենք ավտոբուսը, բերենք, վաղներ փոխենք։ Ինձ ասաց, ինչ ես ասում։ Դա փաստացի իրենք ճանաչեցին մեր սահմանը, պատկերացնում եք։ Տեսեք ոնց է ինքը ամեն ինչ ֆռցնում։ Եթե օրենքը, գործող օրենքը չի ապահովում արդարություն եւ կիրառվում է ինչ որ մի անձի շահերի նպատակով, ապա այդ օրենքը չի կարող համարվել օրենք։ Ու սա իմ խոսքերը չի։ Թող գնա, ինքը ինտերնետը շատ է սիրում, թող քանդի տեսնի ով է ասել եւ կզարմանա։ Որտեղ օրենքը գոյություն ունի երկրում բոլորի համար։ Ինքը չի կարա ում ուզի ձերբակալի։ Ինքը չունի այդ իրավասությունը։ Ինքը կապ չունի դատախազների, ինքը չի ղեկավարում դատախազությունով։ Ըստ մեր այդ սահմանադրության չի ղեկավարում եւ ինքը չի կարա միջամտի ըստ սահմանադրության այս կամ այն քրեական գործընթացներին։ Ինքը չի կարա այդ ոլորտում ցուցում տա։ Ու նորից եմ ասում, արդարություն Հայաստանում գոյություն չունի։ Դրա համար էլ իրան չեն սիրում, չեն հարգում։ Եվ ինքը հիմա անգելա պատեպատ, որ ինչ անի, հա, ասենք հեծերը պետականացնենք։ Ճիշտ ասած մեծ հարցը արժի դա անել, թե չէ։ Եթե դա լիներ ինչ որ զարգացած համակարգ, ժամանակակից համակարգ, ես գուցե դրա հետ համաձայնվեի, բայց այսօրվա մեր հեծերի վիճակը բավականին վատ է։ Ես երկու օր առաջ խոսել եմ լուրջ մասնագետների հետ։ Մենք ինչ ենք ստանալու, երբ որ նա դա պետականացնի։ Մենք սպանալու ենք մի հատ մեծ խնդրեմ, որտեղ այնտեղ պետք է փաստացի, եթե ոչ 100%, ապա 80%-ը մոդեռնիզացվի ժամանակակից ձևով։ Ամեն ինչին է, հիմնականը մնացել են դեռ խորթային մասով, այդ գծերը, այդ, չգիտեմ, այդ համակարգը, խորթային ժամանակ ինչ եղել է, այդպես համարյա մնացել է։ Եվ դա վերցնում է ինչ անի։ Հարց եմ տալի։ Ինչ ենք անելու, մենք ձգելու ենք այդ հեծերի, մեր բյուջեն ձգելու է, որտեղ այնտեղ պահանջվում է մեծ ներդրումներ։ Ու եթե դու ձերբակալում ես բիզնեսմեններին, որոնք ինչ որ ձևի, ինչ որ աշխատում են, լավ ինքը քո հետ խոսել է, այդ պիցան ինչա քեզ արել, որ գնացել ես պիցայի օբյեկտները փակել ես, ինչ կապ ունի քաղաքականության հետ, պիցայում աշխատող վաճառողները, որ այսօր դու իրենց անգործ ես թողել։ Որտեղ է այստեղ պետական մոտեցումը։ Չկա ոչ մի պետական մոտեցում, դե չկա։ Չկա, ցավոք սրտի պետք է ասեմ, ցավոք սրտի չկա պետություն։ Չկա, փաստացի այսօր չկա։ Այսօր կա ժուլիկների միացած խումբ, որը զբաղված է ավանտյուրաներով, բամբասանքներով ու ոնց ասեմ, ոչ արտաքին տեսք ունեն, ոչ վարելու ձև իրենց գիտեն ու ոչ միտեղ իրենց չեն ընդունում։ Չեն ընդունում։ Թուրքերն էլ հետը խոսում են, երբ որ թուրքերին տա նրանք ինչ ուզում են, իրանք սկի բարև չեն տալ։ Ու ձեզ ասեմ, երբ որ նա հիմա գնում է հանդիպի Թուրքիայի ղեկավարի հետ, նեղ կրուգում Թուրքիայի ղեկավարը գիտեք ինչ ասել։ Ասել է ես հայերին համարում եմ մեր մեծ թշնամին, բայց ես չէի պատկերացնում, որ հայերից այդ մարդը պետք է գա իմ մոտ բանակցելու։
ուրիշ բան չասեմ, չխառնվեմ, շատ ավելի կոպիտ է ասել։ Եվ պարոն Կարապետյան, Մենք հաղթելու ենք, պարոն Ղուշյան, ամեն ինչ լավ է լինելու։ Այդ թափտպուկները ես իմ հայտարարության մեջ գրել եմ։ Իրենց համար լոմերը Հայաստանում հաստատ պատրաստ են։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակից այսօր Արշակ Կարապետյանն էր, համահայկական ճակատ շարժման առաջնորդը, ում հետ մենք պարբերաբար կապի մեջ ենք եւ կարծում եմ, որ մոտ ապագայում դուք հնարավորություն կունենաք դեռ բազմիցս լսելու նրա կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց ես պիտի ասեմ, որ բոլոր այն հերոստատողները, որոնք խնդրում են բարբերաբար անդրադառնալ գեներալի հետ զրույցներին, մենք դա անելու ենք։ Եթե դուք ունեք հարցեր, կարող եք այն լրացուցիչ մեզ տալ եւ եկել այն հաճույքով կփոխանցենք Արշակ Կարապետյանին։ Իսկ այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։